Աշխատել դանդաղ, բայց առանց ընդհատումների։ Վարչապետի խոսքով հենց այս գործելակերպն են ընտրել թրիփ ուղու իրագործման հետ կապված։ Ստրասբուրգում պատասխանելով գործընթացում որևէ առաջընթացի առկայության մասին լուրերի հարցին, վարչապետը մանրամասնեց, ամերիկյան պատվիրակությունը վերջերս այցելել էր Հայաստան։ Քննարկումները սկսվել են եւ դրանք կշարունակվեն։ Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Ես կարծում եմ, որ նաեւ խնդիրն է նա, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ադմինիստրացիան ակնհայտորեն շատ մեծ գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ գլոբալ օրակարգում հենց Թրամփ թրիփ ուղու օրակարգը գտնվում է, շարունակում է գտնվել եւ Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում մեծ բան կա, հետաքրքրություն կա, բայց այստեղ էլ այն դեպքը, որ էլի մեր բանն է նա, մեր ընկալումն է նա, որ օգոստոսի լույս 9-ի առավոտը նայում ենք էքսկավատորը ընդեղա թե չէ։ Այս պրոցեսների արագը դանդաղն է, առանց ընդհատումների, արագ անելու դեպքում չի ստացվելու, ասաց վարչապետը։ Այլ առաջ չի արվել, եղել է պրոցեսի շարունակություն, որովհետև քննարկումներ են սկսվել արդեն կոնկրետ բովանդակությունների վերաբերյալ եւ այլն եւ այդպես շարունակ։ Նախագծման շուրջ կոնկրետ հիմա մենք աշխատում ենք, թե ով պետք է նախագիծ անի, ոնց պետք է նախագիծ անենք, ով պետք է ֆինանսը, որովհետև երկաթուղում պետք է նախագծվի, չէ։ Վարչապետը նշեց նաև, որ թրիփ ուղին քննարկվում է Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ ձևաչափով։ Կարող է ներգրավվել ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ձեռք կբերեն համաձայնություն։ Փաշինյանի խոսքով Եվրամիությունը վստահելի գործընկեր է եւ շահագրգռված են, որ վստահելի ավելի շատ գործընկերներ ներգրավվեն։ Սակայն արձանագրվել է, որ երկու կողմերի համաձայնության դեպքում կարող են երրորդ կողմերը ներգրավվել։ Պատասխանելով Սյունիքում արկա մտահոգությունների վերաբերյալ լրագրողի հարցին, վարչապետն ընդգծեց. Ասում եք մտահոգություն կա, որ ջրատար կա այնտեղ։ Մեր թղթերում եւ մեր պայմանավորվածություններում չկա, որ մենք ջրերը կտրում ենք, հացը կտրում ենք, օդը կտրում ենք, լույսը անջատում ենք եւ դրա փոխարեն ստեղծում ենք թրիփ ուղի։ Այսինքն, գիտեք ինչ, այս էլի ճանաչել զիմաստություն եւ սխրատի թեմայով է, էլի։ Ինչի՞ց է կանխավարկածը, որ եթե լինելու է երկաթուղի, ուրեմն ջուր չի լինելու։ Եթե լինելու է սովորաբար հակառակն է ալնում։ Այնտեղ որտեղ երկաթուղ է լինում, ջուրը պարտադիր պայման է, որովհետեւ այդ թվում առանց ջրի երկաթուղի չի կարող լինի։ Որտեղ երկաթուղի կա, այնտեղ հաց կա, որտեղ երկաթուղի կա, այնտեղ բարեկեցություն կա։ Բայց մեր դեպքում մի քիչ եթե երկաթուղի կա, ուրեմն հաց չկա, ջուր չկա, անվտանգություն չկա, մարդ չկա, ինքնիշխանություն չկա, տարածքային ամբողջականություն չկա։ Այդ հասկանում եք, մեզ ներշնչված գետոյի տրամաբանությունն է, որ այ տես, պետք է փակված մենք ապրենք, որ մեր ինքնությունը, մեր անվտանգությունը պահենք։ Երկրի ղեկավարը նկատեց, չի կարող լինել այնպիսի տրամաբանություն, որ լինի խաղաղություն, բայց ջուր չլինի։ Կարող է պատերազմի դեպքում ջուր չլինի, բայց ոչ խաղաղության ժամանակ։ Ասենք գիտեք ինչ, խաղաղություն, ժողովուրդ ասեք, ջուրն եք ընտրում, թե խաղաղություն, բայց պետքա սովից կոտորվի ժողովուրդը։ Դա խաղաղություն չի։ Խաղաղություն հենց ենթադրում է, որ ոչ, ժողովուրդը պետք է ապրի, բարեկեցիկ ապրի եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ մեղրի ժողովուրդը, նույն մեղրի ժողովուրդը եւ ընդհանրապես Հայաստանի ժողովուրդը ինքը նաեւ կարա համեմատի այն ժամանակ, որ երկաթուղի կար, իր կյանքը ավելի լավ էր, թե ավելի վատ էր։ Այն ժամանակ, որ որևէ խաղաղություն կար, միջայլոց խաղաղությունն ու հրադադարը պետք չի իրար հետ տարբերակել։ Որտեւ հիմա մարդիկ ասում են, որ հա էլի, չգիտեմ, որ թվի նախախաղաղություն եղե։ Չի եղել խաղաղություն, որովհետև ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր փոխհրաձգության արդյունքում։ Հիմա մենք մի տարի 7 ամիս, երևի արդեն 8 ամիս Հայաստան-Ադրբեջան հրաձգությունների արդյունքում զոհ վիրավոր չունենք։ Ըստ Փաշինյանի նմանատիպ տրամաբանություն եւ հարցեր կան, որովհետեւ խաղաղությունը մեզ համար անծանոթ բան է։ Իմ ասածը չի ենթադրում, որ մենք չպիտի նորից վերադառնանք, ջրի հետ կապված կարող է խնդիր լինի, հացի հետ կարող է խնդիր լինի,
Այո, ես եւ էտել ինքս ինձ հակասելով ասեմ, որ էտել է տրամաբանական, որ մարդիկ այդ կարգի հարցեր են բարձրացնում, որովհետեւ անծանոթ բան է, անծանոթ երևույթ է խաղաղությունը մեզ, եւ մենք պետք է փորձենք հասկանալ իսկապես դա ինչ է նշանակում։ Պատասխանելով հարցին, թե վարչապետը արդյոք միակողմանի չի խոսում խաղաղության մասին այն դեպքում, երբ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնը որոշակի հարցեր պարզելու համար է օգտագործում, Փաշինյանն ասաց. ՄԱԿ-ի ամբիոնը հենց դրա համար է, որ որոշակի հարցեր ոչ թե պարզվեն, այլ պարզաբանվեն։ ՄԱԿ-ի ամբիոնը հենց դիրքորոշումները ձևակերպելու, դրանք հնարավորինս մոտեցնելու համար է, նկատեց վարչապետը։ Մեր իրականության մեջ հետևյալն է ամեն ինչ, հետևյալ դիտանկյունից է դրվում։ Ադրբեջանն էս ասեց, մյուսն ասեց, երրորդն ասեց, չորրորդն ասեց, հինգերորդն ասեց, ու միշտ գործնականում միշտ տեսադաշտից դուրս է թողնվում թերևս ամենակարևոր հարցը, իսկ մենք ինչ ենք ասում։ Մենք տեսեք, մենք երկար տարիներ խոսել ենք Հայաստանի սուբյեկտայնացման մասին, որ Հայաստանը ոչ թե միջազգային հարաբերությունների սուբյեկտ է, այլ միջազգային հարաբերությունների օբյեկտ է։ Դա ինչի՞ց է եղել, որ մեզ երբեք չի հետաքրքրել, թե մենք ինչ ենք ասում։ Մեզ հետաքրքրել է, թե ուրիշները ինչ են ասում։ Հիմա ո՞րն է փոփոխությունը։ Մեզ համար ամենակարևորն է, թե մենք ինչ ենք ասում։ Ըստ վարչապետի Հայաստանում տարածված խոսույթ կա, որ Հայաստանը որևէ մեկի պահանջն է կատարում, ինչն այդպես չէ։ Երբ որ մենք ընդ որում մեր պատմության ժամանակ, մեր պատմության ընթացքում բազմիցս լինում է իրավիճակներ, եկեք եղել է իրավիճակներ, կներեք այս համեմատությունների եւ զուգահեռների համար, երբ որ մենք վրաերթի ենք ենթարկվում։ Մենք անդադ վրաերթի ենք ենթարկվում ու այդ վրաերթի արդյունքում ինչ ենք անում, սկսում ենք ասել, որ մարդկային արդարություն, մարդկային աշխարհ, անարդար աշխարհ, մարդկային արդարություն, մենք թքենք քո ճակատին, բայց մենք մեր շուրջը մի հատ չենք նայում։ Կարող է դա նրանից է, որ մենք մայրուղու երթևեկելի մասում ենք կանգնած եւ մայրուղու երթևեկելի հատվածում ենք։ Եվ այն որ մենք ասում ենք ժողովուրդ, եկեք կարող է մենք ոչ թե պետքա մեզ իմացած մեզ ծանոթ մեթոդով ու որտեղից պատահի անցնենք փողոցը, այլ պետքա անցնենք հետիոտնային անցումով։ Դա կարա մեկնաբանվի, որ այն դիմացի վարորդը կամ այն ուրիշ վարորդները սպառնացին մեզ, եւ մենք այնքան թուլամորտ գտնվեցինք, որ սկսել ենք կարմիր լույսի տակ կանգնել։ Մենք այնքան թուլամորտ եւ անկամ պետություն ենք, որ մենք սկսել ենք հետիոտնային անցումով անցնել։ Փաշինյանի խոսքով մենք մեր պետական հիգիենայի մասին պետք է մտածենք։ Երեխան հիվանդանալով է մեծանում, ասացվածքը հիշելով վարչապետն ասաց. խաղաղությունն էլ է հիվանդանալով մեծանալու։ Վստահեցրեց, այն ոչ մի անբուժելի հիվանդություն չունի։ Ես ինչից ասացի հիվանդության հետ կապված։ Մեր մոտ եւ քաղաքական եւ ոչ քաղաքական դեպքերում այդ ընդունված բանը մոտավորապես գիտես անցնում ես բուժմանը, մինչեւ դեռ հələ ամբողջական ախտորոշումը པարզ չի։ Մի անգամից դոշակները լսում ես գլխին ու նստում վրան, ասում ես պետքա քրտնի։ Տեն չի։ Շատ ավելի նուրբ է եւ շատ ավելի բան է եւ ես արձանագրում եմ, որ մեր խաղաղությունը նոր ծնված այդ մանուկը մի ամիս 20 օրեկան է, 21 երևի, եւ մենք պետքա հոգ տանենք, բայց գիտելիքով, գիտակցվածքով։ Հիմի չայլոց ասեմ, նրանք ովքեր տենց խոսում են, այս տրամաբանությունից դուր, նրանք ուզում են, որ երեխան բան լինի, ոչ միայն հիվանդանա, այլև մահանա։ Վարչապետը նշեց, որ տպավորություն է, թե Հայաստանում եւ Հայաստանից դուրս շատ մարդիկ ոգևորված են ապացուցելու, որ սա խաղաղություն չէ, փուչ հայտարարություն է։ Փաշինյանի խոսքով իրենք կփորձեն եւ կապացուցեն հակառակը։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաեւ Փարաքարում տեղի ունեցած իրադարձություններին, այս համատեքստում խոսելով Հայաստանում դատաիրավական բարեփոխումների եւ ժողովրդավարական իրավիճակի մասին։ Ասաց, հարցեր են ծագում այնուամենայնիվ քաղաքական իշխանությունն ինչին պետք է միջամտի եւ որտեղ է այն գիծը, որ այդ միջամտությունը պետք է անթույլատրելի լինի։ Հիշեցրեց, փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության գործով 14 մեղադրյալ կա, բայց մեղադրյալների մի մասն ընդհանրապես կալանքի տակ չէ, մյուս մասը տնային կալանքի տակ է։ Մյուս կողմից մենք անդադ քննարկում ենք, թե ինչքանով մեր բանտերը պետքա ծանրաբեռնված լինեն։ Մենք դեպքեր ունենք, երբ որ հանցագործություն են կատարում մարդիկ, ովքեր այդ պահին ամբաստանյալի կարգավիճակում են դատանում։ Եվ մեր քննչական մարմիններն էլ եւ ոստիկանությունն էլ շատ հաճախ այդ հարցը բարձրացնում է։ Ասում է, որ այն որ խափանման մեղ միջոցներ են կիրառվում,
Այդ մարդիկ գալիս հանցագործություն են անում, ինչու պետքա պատասխանատվություն լինի միայն ոստիկանության վրա։ Իսկ ինչու ովքեր չարդարացված, ինչպես հետագայում պարզվում է, մեղմ խափանման միջոցներ են ընտրում, իրենք չպետք է պատասխանատվություն կրեն։ Ըստ Փաշինյանի պետք է հասկանալ ինչ դեպքերում պետք է մարդկանց կալանքի տակ պահել եւ որ դեպքերում է որ կարելի է նաեւ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառել։ Այս հարցերի պատասխանների առանցքում պետք է լինի ժողովրդավարությունը։ Խոսելով մարտի 1-ի գործով տուժողների կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշման եւ այդ համատեքստում ներպետական ատյաններում ձգձգումների մասին վարչապետն ընդգծեց. այդ գործով ինքն անձամբ է շահագրգռված, սակայն իր շահագրգռվածությունը կրկնակի տասնապատիկ կաշկանդվածություն է իր համար։ Որովհետեւ այդտեղ էլ չլինի թե որ ես վարչապետ եմ եւ վարչապետի կարգավիճակի բերումով ես ինչ որ ազդեցություններ եմ գործում, որը նույնպես խնդրահարույց է, բայց եւ ես շատ ուրախ եմ մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման առիթով եւ հույս ունեմ, որ ոչ թե հույս ունեմ, ես կարծում եմ, որ Հայաստանի դատաիրավական համակարգը պետքա Ես բան չեմ ասել։ Տեսեք, մարդու իրավունքների եվրոպական դատարանն ասել այդ ամեն ինչը, ուրեմն դրանք պետքա բերեն կոնկրետ հետևանքների եւ քննչական օղակի հետ կապված, եւ դատավարական օղակի հետ կապված, եւ դատախազական օղակի հետ կապված։ Վարչապետի խոսքով մենք ունենք դիլեմաներ։ Առաջինը մենք ինչպես ենք պաշտպանում ժողովրդավարությունը եւ որ չստացվի ժողովրդավարությունը պաշտպանելու անվան ներքո բռնապետություն ենք հաստատում։ Սրանք շատ լուրջ դիլեմաներ են։ Եթե դու ժողովրդավարությունը քեզ համար ընդամենը պիտակ է, դե այդտեղ հեշտ է, կարելի է ամեն ինչ ան, բայց եթե ժողովրդավարությունը քեզ համար հավատամք է, շատ դժվար է գործել։ Որովհետեւ մի դեպքում տեսնում ես ժողովրդավարության խոցելիությունը, բայց մյուս դեպքում ինքդ քեզ ասում ես, որ մի րոպե Այս ժողովրդավարության խոցելիությունը իբր պաշտպանելու դու կարող ես անել քայլեր, որ ինքդ շեղվես ժողովրդավարական ուղղությամբ։ Վարչապետը նշեց, շատ դեպքերում ժողովրդավարության իդեալի հետևից ենք գնում։ Այդ պատճառով չենք նկատում այսօրվա մեր ժողովրդավարությունը։ Ըստ նրա, միջազգային հանրությունը մեր ժողովրդավարությունը ավելի շատ է տեսնում եւ գնահատում, քան մենք ինքներս։ Վերադառնալով ՄԻԵԴ-ի վճռին, Փաշինյանն ասաց. ՄԻԵԴ-ի որոշումները շատ լուրջ ազդակ պետք է դառնան, որ մեր ամբողջ դատաիրավական համակարգը խնդիրներ ունի։ Վարչապետը ճեպազրույցի ընթացքում լուրերի հարցին ի պատասխան անդրադարձավ նաև 2026 թվականին սպասվող ընտրություններին, ասաց մեծ համոզմունք ունի, որ ժողովուրդը Հայաստանի կառավարման իրենց տված մանդատը երկարացնելու է։ Ինչու՞։ Որովհետև այս քաղաքականությունը, խաղաղության օրակարգը, որ մենք վարում ենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է։ Տեսեք, ընդդիմությունը ես հասկացա, որ Կուսակցության համաժողովում իմ ունեցած ելույթի այդ հատվածը կամ չի նկատվել կամ չնկատելու է տրվում։ Մենք 2000 շատ է խոսվում, չէ՞, ծրագրերի, նախընտրական ծրագրերի։ Ես ելույթում ինչ ասացի, 2021 թվականի նախընտրական process մենք մտել ենք ստանդարտ երրորդ հանրապետությանը հատուկ ռազմահայրենասիրական նախընտրական ծրագրով։ Այսինքն ոնց որ տենց Այն մոդելով ԿՊ դաշնակցական նախընտրական ծրագիրը գրել ենք, մտել ենք նախընտրական քարոզարշավի մեջ, բայց հնդածս ժողովուրդը եւ դա ես ասել եմ դեռևս 2021 թվականի օգոստոսի 24-ի իմ ելույթում եւ դա արտահայտված է կառավարության ծրագրում։ Ժողովուրդը այդ տրամաբանությունը փոխել է։ Կառավարության 2021-ից 26 թվականների գործունեության ծրագրում արդեն ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը եղել է խաղաղ զարգացման դարաշրջան բացելը։ Դա 2021 թվին խորհրդանում քվեարկված ծրագիրն է։ Այդ որ մեզ ասում են ծրագրի չէ, մենք մեր ծրագրում գրել ենք, որ մեր մեծագույն պարտավորությունը խաղաղության դարաշրջան բացելն է։ Մեծագույն ինչ է նշանակում։ Նշանակում է, որ դա ամենակարևորն է, կարևորների կարևորը, դրանից ավելի կարևոր բան չկա։ Այսինքն այս օրակարգի նկատմամբ մյուս թեմաները ստանում են երկրորդական բնույթ։ Եվ մենք մեր մեծագույն պարտավորությունը կատարել ենք։ Ժողովուրդը իր ձևակերպած խաղաղության օրակարգի ճակատագիրը պետք է որոշի 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում եւ պատմականորեն չի կարող այլ բան տեղի ունենա, քան խաղաղության օրակարգի հաղթանակի վերահաստատումը, եզրափակեց վարչապետը։ Դիանա Խաչատուրյան, Աննա Զախարյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։